Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն և հովիվները ետ դարձան, Աստծուն փառաբանում և օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին և տեսան, ինչպես որ նրանց ասվեցավ։ Ղուկաս 2:20 Ո՞րն էր նրանց փառաբանության առարկան։ Նրանք փառաբանում էին Աստծուն իրենց լսած բաների համար մեծ ուրախության և այն բարի լուրի համար, որ փրկիչ է ծնվել իրենց համար։ Եկեք ընդօրինակենք նրանց։ Եկեք մենք էլ գովաբանության երգ բարձրացնենք, որ լսել ենք Հիսուսի և նրա փրկության մասին։ Նրանք նաև փառաբանում էին Աստծուն իրենց տեսած բաների համար։ Սա ամենաքաղցր երաժշտությունն է։ Սա այն է, ինչ մենք վերապրել ենք, ինչ զգացել ենք մեր ներսում և ինչը շատ հոգեհարազատ է դարձել մեզ համար։ Եվ մեր քերթվածը Թագավորի համար է, Սաղմոս 45:1 Բավական չէ միայն լսել Հիսուսի մասին։ Ուղղակի լսելով կարելի է լարել տավիղը, սակայն կենդանի հավատքի մատներն են ունակ երաժշտություն ստեղծելու։ Եթե դու Աստծուց տրված տեսողությամբ տեսել ես Հիսուսին, թույլ մի տուր, որ տավիղի լարերի արանքներում սարդոստայններ առաջանան, այլ բարձրաձայն փառաբանությամբ գործի դիր քո տավիղն ու քնարը, գովերգելով ինքնիշխան շնորհքը։ Բաներից մեկը, որի համար մենք փառաբանում ենք Աստծուն, իրենց լսածի և տեսածի համապատասխանությունն էր։ Ուշադրություն դարձրեք վերջին նախադասությանը, ինչպես որ նրանց ասվեցավ։ Հայտնաբերել ես արդյոք, որ ավետարանը հասել է քեզ այնպես, ինչպես Աստվածաշունչն է նկարագրում։ Հիսուսն ասաց, որ քեզ հանգիստ կտա։ Միթե դու չես վայելել այդ քաղցր խաղաղությունը նրա մեջ։ Նա ասաց, որ դու ուրախություն, մխիթարություն և կյանք կունենաս իրեն հավատալով։ Միթե դու չես ստացել այս ամենը։ Միթե նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ չեն և նրա բոլոր շավիղները խաղաղություն։ Առակաց 3:17 Անկասկած դու կարող ես Սաբայի թագուհու հետ միասին ասել. «Ահա ինձ կեսը չեն պատմել»։ Երրորդ Թագավորաց 10:7 Քրիստոսն ավելի քաղցր է, քան նրա ծառաները պատմել են ինձ։ Ես նայում էի նրա նմանությանը, ինչպես որ նրանք նկարագրում էին, բայց դա ընդամենը մի խզբզանք էր անձամբ իր համեմատ, որովհետև թագավորն իր վայելչությամբ գերազանցում է ամեն տեսակ երևակայական գեղեցկության։ Անշուշտ մեր տեսածը համարժեք է մեր լսածին և նույնիսկ շատ ավելի գերազանց է դրանից։ Ուրեմն եկեք փառաբանենք և օրհնենք Աստծուն այդքան թանկագին և այդքան բարեշնորհ Փրկչի համար։